Տիկին Զոհրաբյան, այնպես ինչպես մայիս-հունիս ամիսներին, հիմա էլ այս եկեղեցու հետ կապված գործընթացները ժամանակագրորեն համընկնում են Կովկասի մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի տարբեր հայտարարությունների հետ։ Թեպետ այսօր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չի հետևում այդ հայտարարություններին եւ մեկը մյուսի հետ կապ չունի։ Դուք տեսնում եք այդ փոխկապակցվածությունը։ Նիկոլ Փաշինյանի որևէ ասածին հավատալու համար առնվազն Դաստայևսկու իդիոտը պիտի լինել, որովհետև Նիկոլ Փաշինյանի արտաբերած յուրաքանչյուր նախադասության, բաց համադասական նախադասության սկիզբն է հակասում մեջտեղին եւ վերջին, ուր մնաց նրա առավել գլոբալ հայտարարությունները։ Ինքը իր իշխանությունը ոչ միայն սրբորեն հետևում են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական էլիտայի ցուցումներին, այլ նաեւ կատարում են եւ եկեք հիշենք նույն Փաշազադեի հայտարարությունները, որ հայ առաքելական եկեղեցին դա ահաբեկչական կառույց է, հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի պետությունների համար, հիշենք վերջի հայտարարությունը Փաշազադեի Մակումայո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ վերաբերելի հայ առաքելական եկեղեցուն եւ Սփյուռքին եւ այդ ամենը դրուկ այսպես պատահականորեն զուգադիպում է նման տերորիստական ակտին հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչը մենք տեսնում ենք սկսած 2018-ից, բայց հատկապես վերջի ամիսներին տեսնում ենք այնպիսի գազանաբարո տերոր հայ առաքելական եկեղեցու հանդեպ, որ երևի անգամ 37 թվին չի եղել, անգամ Օսմանյան տերորի տարիներին հայ առաքելական եկեղեցու դեմ չի եղել։ Սա զարհուրելի է, այս օրերը բնականաբար անցնելու են, բնականաբար Նիկոլի իշխանության վերջը, անփառունակ վերջը գալու է։ Ես այսօր նայում էի լուրջ մասնագետների, հոգևորականների, աստվածաբանների տեսակետ, իրենք նույնիսկ փորձում են այս ամենը, քանի որ այնքան անտրամաբանական է, որ ինչպես կարող է երկրի ղեկավարը նման նողկալի կերպով հարձակվել հայ առաքելական եկեղեցու եւ նրա առանձին հոգևորականների վրա, որ նույնիսկ մարդիկ փորձում են այս ամենը կապել դիվահարության հետ եւ անգամ առաջարկում են Նիկոլին այդ դիվահարությունից ազատելու հայտնի ծեսը կատարել։ Ես այդ տեսակետի կողմնակիցը չեմ, սա հստակ մտածված ծրագիր է, որի հրահանգը տրված է Ադրբեջանից։ Բնականաբար այս իշխանության վերջը գալու է, այս օրերը հայ ժողովրդի պատմության ապագա դասագրքերում մնալու են որպես աննախադեպ տերորի, անբարոյական, ստորագույն տերորի ժամանակաշրջան, ընդհանրապես հայ ժողովրդի, հայ ինքնության, հայ արժեքային համակարգի, հայ առաքելական եկեղեցու, հայի գենետիկ տեսակի դեմ, ցավոք սրտի մենք հիմա ժամանակակիցն ենք հայոց պատմության ամենացավալի էջերից մեկի։ Այս գործընթացի հիմքը իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հաղորդումներ։ Դանիել Իոնիսյանն էլ ասում է, ուզում եք ինձ կոչել գործտվող, բայց ընտրական գործընթացների հետ կապված իրավախախտումներին ես պետք է արձագանքեմ։ Եվ այո, իրավախախտման մասին պետությանը գործ տալը ոչ միայն ամոթ չէ, այլև պատվաբեր է։ Գիտեք, Դանիել Իոնիսյանը այնքան իրավապաշտպան է, ինչքան ես Անգլիայի թագուհին, սկսեմ դրանից, դա մեկ։ Ես լսեցի այսօր իր հայտարարությունը, հասկանալի է, որ սա մի ամբողջ շղթա է իրենց ենթակա իրավապաշտպանների միջոցով բերել հանրային դաշտ բոլոր այն հարցերը, որոնք այս իշխանությունը ուզում է լուծել։ Ես հասկանում եմ, որ մենք անտի-Նիկոլ, հակա-Նիկոլ ճամբարը այսօր
ուղղակի չի կարողանում գտնել այդ ճիշտ մեխանիզմները այս ռեժիմից ազատվելու, բայց ես մի բան գիտեմ, որ ոչ մի բան հավերժ չէ, անգամ Կաշեի Բեսմերտնին, հավերժ չէ, այնպես էլ հավերժ չի լինելու այս ռեժիմը, եւ երբ որ ռեժիմը այլևս դիմում է բռնապետության վերջին արսենալին, իսկ մենք տեսնում ենք, որ այս տերորը, որ սկսված է ընդդիմադիր գործիչների հանդեպ, նույն Սամվել Կարապետյանի հանդեպ, քիչ առաջ լսեցի, որ Աշոտ Երկաթի կրկին բեկանեցին, պայմանական կիրառել վճիռը եւ տանում են, ենթադրաբար տանում են նորից կալանքի, այս ամենը ինչի համար է Նիկոլ Փաշինյանը անում, ինքը շատ լավ գիտի, որ ինքը հայ ժողովրդի պատմության բոլոր ժամանակների ամենաապելի քաղաքական կերպարն է, ինքը շատ լավ գիտի, որ ընտրական փուլում իրեն չի փրկելու անգամ իր 10% ախուրյանցի անոների, այսպես ասենք, հավաքական համույթը, ինչ պիտի անի ինքը, պիտի կալանավորի բոլորին, պիտի գլխատի բոլոր ազդեցիկ կառույցները եւ առաջին հերթին հայ առաքելական եկեղեցին, բանտերը պիտի լցնի ընդդիմախոսներով, պիտի փակի քաղաքական կուսակցություններ, բայց դա եւս լուծում չի լինելու։ Ես չեմ բացառում, որ երկիրը ինքը կանգնեցնի քաղաքացիական բախումների եւ առնահեղության առջեւ իր վերընտրությունը ապահովելու համար, բայց ես չեմ հավատում, որ 26 թվականին որևէ տարբերակով այլևս Նիկոլ Փաշինյանը շանս ունի վերընտրվելու, որտեղ այս քայլերով ինքը սրընթաց մոտեցնում է իր վերընտրվելու անհավանականությունը։ Այսինքն դուք համակարծիք եք Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, որ շանսերը զրո են։ Բացարձակ ոչ, ես համակարծիք չեմ, որ մենք պիտի գնանք ընտրական փուլի, ես ընդհանրապես ասում եմ, որ ամեն ինչ պիտի արվի հիմա, թույլ չտալու, որ Նիկոլը հասնի 26 թվականի ընտրության եւ ամեն ինչ անելու մեջ ես նկատի չունեմ որևէ հակասահմանադրական քայլ, ես նկատի ունեմ, որ Նիկոլը արդեն այնքան է լցրել համբերության բաժակը, որ ջինը շշից բաց է թողնված եւ մի կայծ է պետք դուրս գալու փողոց եւ թույլ չտալու, որ Նիկոլը ինքը կազմակերպի 26 թվականի ընտրությունը, իսկ որ հնարավոր է միջև ընտրական ցիկլը այս ռեժիմին հեռացնել եւ այս ռեժիմը ամեն ինչ անում է, որ իրեն հեռացնեն, դա փաստ է, իսկ 26-ի հերթական ընտրությանը հասնելու դեպքում իհարկե էլի հնարավոր է մեծ մոբիլիզացիայի դեպքում, բայց դա շատ ավելի բարդ է լինելու, որտեղ ընտրական կազմակերպիչը լինելու է այս իշխանությունը։